Լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, ձեզ հետ ինչպես միշտ Անահիտը եւ Վրեժնն, եւ մենք ուզում ենք, որ այս առավոտը իսկապես անցնի թեթև ու դրական։ Բարի ամառային առավոտ, սիրելի հեռուստադիտող, բայց Անահիտ զգում ես, որ կարծես թե չի ուզում Գարունը իր դիրքերը լքել եւ ամռանը եւ կարծես թե տեղում նարատ է անում։ Մենք ամեն ինչ կփոխենք, մենք կստեղծենք տարվա մեր 5-րդ եղանակը եթերային եւ այս պայն առաջարկում ենք մի լավ տեսահոլովակ, որպեսզի արթնանանք միասին։ Գնանք երաժշտության հետևից։ Գնացինք։ Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ երաժշտությունը ձեզ օգնեց նաև արթնանալ, եթե չի օգնել իհարկե, այլ մեթոդներ ունեք, դիմեք այլ մեթոդների, խմեք սուրճը ձեր, չգիտեմ, թե կամ նախաճաշեք կամ մարզվեք։ Իսկ այս պահին սեմինարից մի փոքրիկ դրվագ կդիտենք, որից էլ պարզ կլինի, թե ով է հաջորդիվ մեր հյուրը, մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր զրույց է սպասվում։ Այսինքն բացի համապարփակ սոմատիկա Թեատրայի հոգեբուժության, այսպես ասած, միջուղ կամ վերապատրաստումներ, սակայն 92 թվականից սկսած եղել առները խուսափում է մերձեցումից։ Այսինքն տխրությունը ցույց չի տալի, ինքը այնպես է, որ կարող է առաջանալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեսոցիալական ծանրաբեռնվածությունների հետևանքով։ Ստրեսային Найдите, пожалуйста, в Фейсбуке AGLS Club. Ստանում էստեղ նոյրոկլինիկ, Զեյթունում արյունաբանականի հենց կողքն է, նորանոց, ամսի 15-ին է բացվելու հունիսի, ամբողջությամբ գերմանական կոնցեպտով աշխատում, նյարդաբանը, նորից շարիտեն ավարտած, այստեղ նյարդինք աշխատելով, ես լինելու եմ պսիխոսոմատիկայի ու հոգեթերապիայի ծառայության ղեկավար, բնակավարից հեռավոր եմ աշխատելու, բայց 8 կամ 9 շաբաթում է կարող եմ այստեղ նաև օֆլայն բոլոր իմ բուժառուներին տեսնեմ։ Շատ հետաքրքիր սեմինար էր, շատ կրթական եւ առաջինն է Հայաստանում, շատ ուրախ եմ մասնակցելու համար, շատ նոր գիտելիքներ ստացանք, շատ նոր նորությունների Օրինակ սեմինար էր Անի Զաքարյանի հետ միասին մենք շատ բան իմացանք ու կարևորը որ սա առաջինն էր աննախադեպ սեմինար, որը պսիխոսոմատիկային էր վերաբերվում։ Դե ինչ վերադարձանք տաղավար, ինչպես եւ խոստացել էինք, շատ հետաքրքիր զրույց է սպասվում եւ ես շտապում եմ ներկայացնել այսօրվա մեր հյուրին, գերմանաբնակ պսիխոսոմատիկ բժիշկ, հոգեթերապևտ, Գերմանիայում պսիխոսոմատիկ վերականգնողական կենտրոնում ավագ բժիշկ Անի Զաքարյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտը օրդ բարյում եք եւ Գերմանիայից եկել եք անմիջապես մեզ մոտ Անի ջան, բայց կուզենամ Անիվը պտտենք ու վերադառնանք այն օրեր, երբ դեռ ապրում եք Հայաստանում, այստեղ եք գնում սովորելու եւ այլն, ինչը տարավ ձեզ Գերմանիա եւ ինչպես էսպես քայլերով հասակ այնտեղ։ Ահա, ինչը տարավ Գերմանիա տարավ իմ անձնականը։ Այսինքն ամուսինս երազանքներ, ինքն էլ մասնագիտության բժիշկ է, երազանքներ ապրել Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում եւ նա կարելի ասել տարավ ինձ Գերմանիա։ Այստեղ ես ավարտելով Մեխեթար Հերացու համապետական բժշկական համալսարանը առաջին մասնագիտացումս եղել է ճառագայթային ախտորոշում եւ գնալով Գերմանիա բնականաբար մտածում եմ հետողությամբ էլ շարունակել, սակայն անկեղծ եմ ասում պատահականության լրիվ շնորհիվ ես հայտնվեցի պսիխոսոմատիկ մեծ վերականգնողական կենտրոնում, որտեղ ինձ պետք էր ընդամենը 2 օր ժամանակ, որ ես հասկանայի որ ինչքան անսահման սեր ունեմ ես այս բնակավարի հանդեպ ու ինչքան ինքը իմ համար սենց չբացահայտված է ու մինչև կյանքիս վերջ ուզում եմ ուղղակի զբաղվել բժշկության հենց այդ ճյուղով։ Բոլոր ճյուղերը ոնց որ կողք գնացին իմ համար։ Հետաքրքիր է, իհարկե շատ ես գիտեմ, քանի որ բժշկության հետ գիտես կապ ունեմ, Անահիտ ես։ Անձնական կապ ունեմ։ Իմն էլ երկրորդ կեսն է բժշկուհի եւ հետաքրքիր է իհարկե շատ տենդենց գնալու Գերմանիա եւ այլն այնտեղ կարիերա անելու պսիխոսոմատիկան բժշկության մեջ ինքը նորություն է եւ Հայաստանում արդյոք կա այդ բժշկության ճյուղը ուսումնասիրված է թե ոչ է։ Որտեղ վստահ եմ մեզ դիտորդների համար էր, հիմա ասում եմ պսիխոսոմատիկան դա ինչ է, որ ճյուղն է։ Մի քիչ բացահայտենք։ Ահա, տեսեք, պսիխոսոմատիկան առհասարակ ամբողջ աշխարհում ինքը չեն կարող համատել օրինակ կարդիոլոգիայի, գաստրոենտերոլոգիայի կամ էնդոկրինոլոգիայի հետ, հա։ Ինքը բավականաչափ նոր կարելի է ասել բժշկության մի ճյուղ է։ Ինչով է զբաղվում, ինքը գալիս է հուներեն բառից, պսիխո նշանակում է հոգի, սոմա մարմին, այսինքն կա
կապը, ինչպես կարող է հոգեբանական, սոցիալական, ֆիզիկական գործոնների համագումարը ազդել տարբեր սիմպտոմների կամ հիվանդությունների առաջացման, զարգացման եւ սրացման վրա։ Հա, ինչպես նաև կան բազմաթիվ սիմպտոմներ եւ հիվանդություններ, որոնցում մենք տեսնում ենք հստակ, որ միայն հոգեբանական գործոններով է պայմանավորված։ Բազմաթիվ այդպես հիվանդություններ կա, հաջորդիվ կարող եմ նաև թվել, եթե հետաքրքիր կլինի։ Առհասարակ Գերմանիան աշխարհում միակն է, կարող եմ ասել, որ ունի առանձին մասնագիտացում, այսինքն բժշկական համալսարանը ավարտելով կարող ես առանձին օրդինատուրա անցնել 5 տարի տևողությամբ։ Այսինքն դուք այդ ճանապարհը անցել եք երկար, շատ, այո, 5 տարի դու անցնում ես օրդինատուրա, որի մեջ մտնում է պարտադիր 1 տարի նյարդաբանություն եմ արել, ես 3 տարի փսիխոսոմատիկ բժշկություն եւ հոգեթերապիա եւ 1 տարի հոգեբուժություն։ Եվ 1992 թվականից Գերմանիայում կա, բայց ասում եմ նորից մեկ անգամ եւս Գերմանիան միակ պետությունն է, որը ունի առանձին մասնագիտացում։ Մնացած երկրներում դա կլինի Շվեյցարիան, Եվրոպայի մնացած երկրները, Ամերիկան, Ռուսաստանը նույն իրանք բլոկներով, այսպես ասած, վերապատրաստումներ են անում։ Բայց արդեն որ դուք ինքներդ լսեցիք, ես 5 տարի արել եմ ու բլոկներ դա ուղղակի ծիծաղելի է բլոկներով։ Հետաքրքիր է, ես ներողություն էլի, ինչ հիվանդության պետք է հիվանդանամ, որ կամ ձեզ մոտ։ Ցանկացած ցանկացած հիվանդություն, որը պետք է պարզել թե հիմքում ինչն է, հա? Ճիշտ եմ այսպես ասած հոլոստիկ, մենք այդպես ենք ասում, համապարփակ մոտեցում է պետք։ Այսինքն փսիխոսոմատիկան հատվում է բժշկության բոլոր ճյուղերի հետ։ Եթե ինչ որ մեկը, ինչ որ մի սոմատիկ մասնագետ ինձ կասի, որ չէ, մենք չենք հատվում, ես վստահեցնում եմ ձեզ, ինձ պետք է ընդհանուր 3 րոպե ժամանակ, որ ես գիտական լրիվ ապացույցներով ապացուցեմ, որ չէ, նրանք էլ ունեն տարբեր հիվանդություններ, որ հատվում են։ Տարբեր կարող են լինել, տեսեք, սկսեմ, եթե օրինակ 1-2 ասեմ, հա, նյարդաբանությունից օրինակ, կարող են լինել փսիխոգեն, այսինքն հոգեբանական գործոններով պայմանավորված պարեզներ, մկանային թուլացումներ, մասնակի կամ ամբողջական։ Կարող են լինել ծիկերը, որ մենք շատ հայտնի գինենք, դա նույնպես հոգեբանական գործոններով է պայմանավորված։ Այսինքն աչքը թարթում է։ Այո, հոգեբանական գործոններով է, այնտեղ չկա օրգանական խնդիր, որ մենք օրգանական խնդրի վրա աշխատենք, բայց մարդը գանգատվում է, դա իր կյանքի որակի վրա ազդում է։ Իսկ անի, ինձ հետաքրքիր է, ինչով է տարբերվում դա հոգեբանությունից, հոգեբուժությունից, որովհետև ինչ որտեղ նման է, չէ՞, այնտեղ էլ գնում ես, պատմում ես քո խնդիրը, հոգեբանը փորձում է փորփրել, բուժման այդ process-ը ինչպես է իրականում, ուղղակի դու խոսում ես մարդկանց հետ եւ բերում ես ինչ որ վիճակի, թե դեղորայք գոյություն ունի, բուժում եւ այլն։ Տեսեք, առաջինը նշեմ շատ կարեւոր մի փաստ, որ փսիխոսոմատիկայով կարող են զբաղվել միայն բժիշկները։ Հոգեբանները չեն կարող դրանով զբաղվել, որովհետև երբ որ բուժարուն գալիս է, ինձ ասում է ես այս գանգատներ ունեմ, ես ամբողջ բժշկությունը տիրապետելով, բազան իմանալով ես կարողանում եմ ձիվ դիագնոստիկա անել։ Հոգեբանը չի կարող ուղղակի ունենալ։ Եթե ինչ որ մեկ օրինակ եկավ, ասեց ես ունեմ սրտխառնոց, փսխումներ եւ այլն, հա, հոգեբանը ուղղակի ի վիճակի չի, որտեղ ինքը այդ կրթությունը չունի։ Դրա համար փսիխոսոմատիկայով պարտադիր պետք է բժիշկը զբաղվի։ Երբ որ գալիս է բուժարուն մեր մոտ, շատ կարեւոր է, որ նախապես օրգանական բոլոր խնդիրները ստուգված լինեն եւ հերկված լինեն։ Հա, առաջինը դա է, եթե օրինակ եկավ ասում է, չէ, բժշկուհի ջան, չեմ հերքել կամ չեմ արել, պարտադիր ես ուղարկում եմ, արդեն ես գիտեմ ում մոտ, հա, քիթկոկորտական կամ չգիտեմ ուրիշ կարդիոլոգի կամ գաստրոենտերոլոգի մոտ, համապատասխան հետազոտություններ անցնում են իմ կողմից ցուցված, որտեղ ես հասկանում եմ ինչ է ինձ պետք, որ հիվանդությունը որ բացառեմ օրգանական խնդիրներով պայմանավորված, եւ դրանից հետո նոր արդեն գալիս են մեզ մոտ։ Ինչ է ներառում բուժումը, առաջինը փսիխոթերապիան, փսիխոէդուկացիա, այսինքն որպեսզի տվյալ բուժարուն հասկանա իսկապես այդ կապը, որտեղ դա շատ դժվար, առաջի քայլը դա է, որտեղ մարդկանց շատ ավելի հեշտ է ընդունել, որ իմ մոտ օրգանական խնդիր է, հա, օրինակ ականջներում խշշոցը, բոլոր բժիշկները կամ 90% ունեն, դա տինիտուս ասվածը, հա, որը կյանքի որակի վրա շատ ազդում է։ Իրանց շատ ավելի հեշտ է գնալ 5-6 քիթկոկորտ ականջ մասնագետի մոտ, որտեղ իրանք ուզում են ու մարդը ավտոմատիկ ուղղված է դրան, որ ուզում է լսել օրգանական պատճառ։ Շատ իրան ավելի հեշտ է, քան ասել փսիխոգեն, որտեղ այդտեղ շատ ավելի անօգնական են։ Օրգանական, երբ որ ասում են, իրանք ավելի պաշտպանված են, ասում գիտեն, հեսա, այս դեղերը կտան, այս թերապիան կլինի, իսկ փսիխոգենը չեն պատկերացնում, լավ, ինչ է ինձ սպասում։ Այսինքն ուզում են տեղային այդ լուծումը տրվի առանց խորանալու, թե պատճառը որտեղից է գալիս, որ դա չկրկնվի։ Իսկ սիմպտոմների վրա են իրանք փորձում ավելի շատ ազդել, ու դա էլ խնդիրներից մեկն է ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, որ շատ հաճախ սիմպտոմի վրա են ազդում նույն տագնապային խանգարումները, խուճապային գրոհները, բայց պատճառը առանց պարզաբանելու եւ պատճառի վրա աշխատելու։ Եվ դա է պատճառը, որ վերջնական, այսպես ասած, արմատախիլ հիվանդությունը չեն կարողանում անել։ Հետաքրքիր է, նաև կա վերականգնողական բուժում, չէ՞, այսինքն կան որոշակի հիվանդություններ կամ վիրահատություններ, մարդիկ անցնում են, հետո գալիս են վերականգնողական։ Ձեր ճյուղը մտնում է դրա մեջ, այսինքն կարող են նաև վերականգնողական բուժում
Այո, կարող են ու ես ինքս այնտեղ Գերմանիայում հիմա աշխատում եմ շատ մեծ փսիխոսոմատիկ վերականգնողական կենտրոնում, որտեղ գալիս են բազմաթիվ հիվանդություններով, բազմաթիվ տրավմաներից հետո, կորուստներից հետո, վիրահատություններից հետո, տարբեր ուռուցքների, հեռացումից հետո շատերն են ինքնագնահատականի խնդիր, դրա հետևանքով նաև միջանձնային հարաբերությունների խնդիրներ ու նաև կյանքի որակի դեպրեսիայի վերջո կարող է բերել, այնպես որ գալիս են այո մեր մոտ, անցնում են 5-6 շաբաթ ստացիոնար բուժում, այսինքն իրենք ամբողջությամբ մեր մոտ են գտնում, մեր հսկողության տակ, ես այնտեղ ավագ բժիշկ եմ համարվում, ունեմ իմ սեփական թիմը, 50 եւ ավել հիվանդներ, իմ ասիստենտ բժիշկները եւ այլն, անցնում են մեր բոլոր թերապիաները, ինքը համակարգված թերապիաներ է, այսինքն խմբային թերապիաներ, անձնային թերապիաներ, հոգեթերապիա նկատի ունեմ, ինչպես նաեւ պրոգրեսիվ մկանային թուլացում, աուտոգենեզ տրեյնինգ եւ այլն, տարբեր թերապիաներ։ Փսիխոսոմատիկ խնդիրները տարիք ճանաչում են, երեխայի մոտ կարող է լինել ու նույնպես դուք ինքներդ ես երեք որ սեմինար էի վարում ես այդ հարցը նույնպես բարձրացրեցի չկա մարդ ում կողքով ես կարող եմ անցնել ու մի քանի հարց է պետք որ ասի վայ չգիտեմ իմ այս զարմիկը վայ իմ երեխան հա երեխաների մոտ հաճախ դպրոց չեն ուզում գնալ կամ մանկապարտեզ մամա փորս ցավում է այո ես վստահ եմ ամեն երկրորդ կամ երրորդ մայրը կարող է ասել որ դա ունեմ հենց հիմա հաստատում եմ ահա կամ չգիտեմ մամա ատամս ցավում է կամ ինչ որ նմանատիպ բաներ եւ շատ հնարավոր որ նրանք իսկապես դա զգում են այնպես որ նրանք դա սուտ են ասում դա հենց այդ փսիխոգենն է այսինքն հոգեբանական գործոններից ելնելով իրանք մտածում են մի սոմատիկ բան որտեղ շատ լավ գիտեն նույնիսկ երեխան ենթագիտակցորեն գիտի որ երբ որ ասեմ հոգեբանական ինչ որ բան օրինակ տրամադրություն չունեմ մոր կամ հոր արձագանքը այդքան ուժեղ չի լինի բայց հենց որ ասում եմ փորացավ ատամնացավ շատ ավելի ուժեղ արձագանքը դա ենթագիտակցորեն այդպես է որտեղ նույն մենք ինքներս մեծերս ենք այդպես քանի դեռ մեր հոգին ճճում ասում է դու չգիտեմ լավ չես քեզ պետք է հանգիստ մենք որ ասում են չենք առանձնապես ուշադրություն դարձնում հենց սկսվում է քնի խանգարում կոնցենտրացիայի խանգարում ագրեսիվ վերաբերմունք տան անդամների հանդեպ եւ այլն այստեղ ենք միայն հասկանում հաճախակի լացել եւ այլն այստեղ հասկանում ենք ինչ որ մի բան այն չէ այսինքն հոգին բերում է, այսպես ասեմ, հենց դա փսիխոսոմատիկ կապն է, երբ որ հոգին անօգնական է եւ երկար ժամանակ ճճալով զգում է, որ իր տերը սենց ասեմ, հա, այսինքն տվյալ անձը չի լսում, փորձում է դիմել այն մարդուն կամ այն կառույցին, այսպես ասած, օրգաններին կամ օրգան համակարգերին, որպեսզի տվյալ անձը արդեն, չգիտեմ, դադար տա կամ ինչ որ մի այլ թերապիա անի եւ այլն։ Այդ տեղի ունեցել սեմինար հետաքրքիր է ուսումնասիրելով Գերմանիայում նույն բուժառուներին կամ հարցադրումների եւ այստեղ Հայաստանում մեծ է տարբերությունը թե մարդ ամենուրեք նույնն է եւ խնդիրներն է փսիխոսոմատիկ նույնն են չէ կարող եմ ասել որ նմանատիպ ավելի հարցեր էր երեք էլ նույն սեմինարում հնչած հարցերը ուղղակի այստեղ նույն տարբեր բուժառուներ ընդունելով ես այստեղ որ ընդունել եմ հասկացա մի բան որ հիմքում փսիխոսոմատիկ հիվանդությունների տարբեր մոդելներ կա, այսպես ասեմ, հա, օրինակ մոդելներից մեկը դա կապի տեսությունն է, վաղ մանկական տարիքում խնամակալի մասնավորապես մոր կապը եւ այդ վաղ կապի խաթարումը ինչ խնդիրների կարա բերի մեծահասակ տարիքում։ Օրինակ երեք շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց սեմինարում մայրիկների մոտ նամանավանդ, երբ որ ասեցի, որ օրինակ կապի տեսությունը ասում է ու դա իսկապես ապացուցված է, որ մինչեւ 18 ամսեկան այն բազանա, որը հիմքա դնում հետագայում դեռահասի կամ մեծահասակի հոգեբանական կայուն վիճակին։ Այսպես ասած, որ խոցելի չլինի, շատ ավելի կայուն, շատ ավելի ստրեսին դիմակայուն լինի եւ այլն, հա։ Ու այդ 18 ամիսը շատ կարեւոր է, որ կապը չկտրվի։ Կապը չկտրվի նշանակում է ինչ։ Օրինակ 2-3 ամսեկան երեխային չթողել եւ գնալ ճանապարհորդության 2 շաբաթով եւ այլն։ Կամ գործնական նույնը։ Ես երեք ասացի, խնդրեցի նույնիսկ ասում եմ, դուք չեք պատկերացնում, դա ինչքան կարեւոր է։ 18 ամիս, եթե ասի հետաձգեք 1.5 տարի ոչ մի ինչ որ խնդիր չի կարող առաջանալ։ Իսկապես 18 ամիս, բայց երեխայի կյանքում դա որոշիչ ամբողջ կյանքի համար դա որոշիչ կարևոր կետ է։ Իսկ երբ որ արդեն դա բացած թողը հնարավոր է վերականգնել, թե ոչ։ Տեսեք, բաց թողերն էլ դա էլ մեկ այդ խղճի զգացումը շատ մայրեր երեք էլ ունեին սեմինարի ընթացքում։ Որ զգում ես քեզ վատ մայր։ Չէ, վատ մայր, եթե նույնիսկ զգաք, դա ինչ որ փոփոխություն չկա ունել, բայց կարևորը խնամակալ ոչ միայն մայրը։ Եթե եղել է տան մեջ, օրինակ հայր, որը հավասարապես դաստիարակման մեջ կողքին է եղել, դա կապ չունի, որ մայրը օրինակ գնում է, հա, որտեղ կարևորը մի անձն է։ Ես խոսում եմ նրա մասին, որ օրինակ մայրը, հայրը պահում են երեխային, որոշում են միասին գնալ 3 ամսեկան թողում են նոր
դայակի մոտ, որ երեխան չի ճանաչում, այդ դա կարող է լինել իսկապես խնդիր, դա կարող է առաջացնել։ Իսկ այնպես տատիկի, պապիկի մոտ, որին երեխան ճանաչում է, հա, խնամականներ են, այսպես համարվում, դա խնդիր չի կարող առաջանալ։ Շատ բարի։ Այնպես որ առանց խղճի խայթի կարող եք հանգիստ ապրել։ Գանք ձեր Հայաստանում գործունեությանը, հա, որովհետև ի վերջո Գերմանիայից հիմա եկել եք Հայաստան, դա նշանակում է կան նպատակ, խոսենք նպատակներից եւ թե ուր ենք գնում։ Երևի թե նպատակին բերել է իմ մեծ հայրենասիրությունը, ես հաղորդումից առաջ էլ ասեցի, որ իրականում հայրենասեր իմ համար այն մարդն ով ապրում է Հայաստանում, ցավոք սրտի ես չեմ դասվում անձնականից ելնելով այդ մարդկանց շարքին, բայց 10 տարի շարունակ այն պահից սկսած, երբ որ ես իմ ոտքը դրել եմ Գերմանիա, իմ գերնպատակն է եղել գոնե դրսում ապրելով ունենալ լավ հայկական ընտանիք եւ իսկապես իմ շեմը առաջի մուտքից իմ երեխաները իրավունք չունեն գերմաներեն նույնիսկ մի բառ ասել, որտեղ ասում են ես չեմ հասկանում։ Լավ հայ երեխաներ մեծացնել, հայ զավակներ, նույնիսկ դրսում հայերեն խոսել, գրել եւ այլն։ Իսկ իմ գերնպատակը որպես հայուհի, հա, որ կարողանամ փսիխոսոմատիկան բերել Հայաստան եւ փոքրիկ քայլերով Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել, ինչպես ասում են։ Փոքրիկ քայլերով զարգացնել եւ բերել այն մակարդակին, որը օրինակ Գերմանիան կա։ Թե դա կլինի 40 տարի, 50 տարի հետո, ես չեմ կարող ասել, բայց թող հիմք դնողներից մեկն էլ ես լինեմ։ Շատ գրագետ, ուզում եմ որպեսզի գրագետ դա մոտեցում լինի, ոչ թե ինչ որ չգիտեմ, փոքրիկ վերապատրաստումներ եւ այլն, այն ինչ որ ես այնտեղ իսկապես սովորել եմ, իսկ 10 տարին կարծում եմ քիչ չի իսկապես, որ մարդ միայն այդ բնակավարի մեջ է, այդ ամեն ինչը բերել էստեղ զարգացնել ու որ մարդիկ շատ ավելի գրագետ իրենք իրենց վերաբերվեն։ Դա գեր նպատակն է։ Այսինքն Հայաստանում մենք չունենք նմանատիպ կլինիկաներ, որոնք որ ունեն բաժիններ կամ թեկուզ առանձնացած մեկ մասնագետ։ Տեսեք, առաջ հիմա չեմ կարող ասել, գիտեմ որ հանրապետական հիվանդանոցում եղել եմ փսիխոսոմատիկ բաժանմունք, թե ինչքանով է ինքը իսկապես համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինքը ինչ ձևով է գործում, ես իսկապես չեմ կարող ասել, եթե միտեղ չեմ եղել, ես չեմ կարող վատ կամ լավ կարծիք ասել։ Բայց այն, որ հիմա շուտով նաև կասեմ դրա մասին, որ այստեղ նորաբաց կլինիկա է լինելու եւ այնտեղ լինելու եմ ես առաջի, հա, փսիխոսոմատիկ, այսպես ասած բժիշկը կամ ծառայության ղեկավարը, այն որ լիցենզիայի ժամանակ հարցրել են, որտեղից եք դուք գտել փսիխոսոմատիկ բժիշկ, չունի, Հայաստանը մասնագիտացում առանձին չունի։ Ես ինքս օրինակ հոգեբույժի աշխատանք չեմ կարող անել, որովհետեւ այնտեղ հոգեբույժը զբաղվում է ծանր հոգեկան խանգարումներ, փսիխոզներ, բիպոլար խանգարումներ եւ այլն։ Իմս իմ այսպես ասած ճյուղը ինչ հիվանդներ են կամ ինչ բուժառուներ են, հա, ներառվում, իրանք լրիվ adekvat, իրանք հոգեկան այսպես ասած մեծ շեղումներով բուժառուներ չեն։ Այսինքն յուրաքանչյուր մարդ, ես նորից եմ կրկնում, մարդ, որը օրինակ բաժանություն ա ունեցել, օրինակ եմ բերում, հա, չի կարողանում այդ ստրեսից դուրս գալ, մեծ պատասխանատվություն ունի։ Մարդը դրանից հետո սկսել է ջուրակրկիր դառնալ, քնի խանգարումներ ունենալ, սոմատիկ խնդիրներ են առաջանում, դա այն բնակավարն է, այսինքն մարդը գալիս է, բայց լրիվ կոգնիտիվ, ինքը հասկանում է, ես ինչ եմ խոսում, մենք լրիվ արդյունքի ենք հասնում ստրեսի կառավարում, ավելի թուլացում եւ այլն։ Անի, երբ մենք գնում ենք բժշկի, սովորաբար մեզ պետք են ժամկետներ, որ ասեն, չգիտեմ, այ մի շաբաթ դեղորայքը կընդունես եւ կբուժվես, հա։ Փսիխոսոմատիկայի դեպքում կան ինչ որ, չգիտեմ, ենթադրենք 12 անգամ կգաս ինձ մոտ եւ ամեն ինչ լավ կլինի, որպեսզի մարդը հասկանա, դա այսպես բուժվող է, բուժվող չի, կրկնվող է, թե ոչ։ Ահա, չնայած որ մարդիկ ուզում են դա միշտ լսել, բայց իմ դեպքում իհարկե մոտավոր կարողանում եմ ես ասել, բայց դա էլ կախված է բուժառուից, առաջին բուժառուից, որտեղ իմ ինֆորմացիան կամ փսիխոէդուկացիան, հա, բացատրելը եւ այդ կապերը, որ տվյալ բուժառուն հասկանա, ես կարող եմ նույնիսկ 3 սեանսի ընթացքում օրինակ, բայց ինչքանով է դա իսկապես յուրացվում բուժառուի կողմից, որտեղ գլխավորը ոչ թե իմ ինֆորմացիա տանն, այլ գլխավորը որ նա իսկապես ամեն օր փորձի իր կյանքում կամ իրավիճակներում ստրեսային փորձի իրականացնել կամ օգտագործել են ամեն ինչ որ մենք խոսում ենք, հա, այդտեղ է խնդիրը, դրա համար մի փոքր բուժառույց է կախված, բայց միջինով, եթե ես ասեմ ձեզ, կարճաթև փսիխոթերապիան տևում է մոտավորապես 8-ից 12 սեանս պետք է։ Գոնե դա պետք է նախնական հետո հասկանալու համար։ Հա, պետք է արդեն դրանից հետո ինքը բուժառուն ես ինքս հասկանում եմ։ Ինչպես նաև կոմբինացված, եթե ես զգում եմ նաև կարիք կա դեղորայքային բուժում։ Պարտադիր։ Եվ քանի որ ձեր ճանապարհները այսպես Հայաստան եւ Գերմանիա են, վստահ եմ հիմա շատ հեռուստատիտողներ իսկապես հետաքրքրվեցին ու մտածում են ինչպես կարող են դիմել Անին։ Ունեք Instagram-յան page, որը վարում եք, ինչպես է գրանցված, կարող են ձեզ գրել եւ on-line նույնիսկ բուժում ստանալ, թե միայն Այո, ունեմ Instagram-ի page, ինքը բավականին նորաբաց է, նոյեմբերից 24 թվականի, դոկտոր Անի Վագնա, այդպես է անունը, եւ բայց այսուհետ
հետ նաև աշխատելու եմ այստեղ նորաբաց կլինիկա է լինելու, հունիսի 15-ին լինելու է պաշտոնապես բացում այդ կլինիկայի։ Հայաստանում, այո, արյունաբանական հիվանդանոցի անմիջապես հարևանությամբ է գտնվում, լինելու է ինքը նոյրոկլինիկ, հենց տենց այդպես է անունը լինելու, ինքը նյարդաբանական բոլոր հիվանդությունների բուժմամբ է զբաղվելու, այսինքն ինքը մասնավորապես նյարդաբանական հիվանդանոց է լինելու, ասեմ, որ այնտեղի նյարդաբանն էլ Շարիտեն ավարտած Գերմանիայից տղա է, որը եկել է եւ փորձում է այստեղ նորից այնտեղի կոնցեպտը բերել այստեղ ու հենց իր հրավերքով էլ ես եկել եմ, որ այստեղ պսիխոսոմատիկայով զբաղվեմ։ Ես էլ լինելու եմ պսիխոսոմատիկա եւ հոգեթերապիայի ծառայության ղեկավար։ Եվ արդեն ավելի հաճախ կգնամ Հայաստան կգամ, այո, Հայաստան կգամ, երբ թե 8 կամ 9 շաբաթը 1, այնպես էլ on-line, բայց լինելու է հարթակը, որպեսզի ես կարողանամ իմ բուժառուներին վարել։ Այ դա ամենակարևորն է, որպեսզի կարողանան կապը չկտրել եւ բուժումները ստանալ։ Շատ կարևոր է նաեւ Գերմանիայում գիտենք, որ աշխարհում ընդհանրապես ինչպիսի մրցակցություն կա բժշկության ոլորտում եւ երբ որ ասում ենք Գերմանիա, պատկերացնում ենք, որ լավ բժշկություն է, ամենալավագույն բժշկությունն է եւ սա եւս հայրենասիրություն է բժշկուհի բերել լավագույն փորձը, ձեր մեթոդը կիսել այստեղ եւ մարդկանց օգնել, բուժել։ Սա կարևոր բան է։ Դուք հայրենասեր եք այնպես։ Շնորհակալ եմ։ Թույլ տվեք մեզ ասել, որ մենք դա զգում ենք ձեր գործողություններով եւ իսկապես ցանկությամբ Հայաստանում փոխելու։ Ինձ համար օրինակ շատ արդիական թեմա է սա։ Երևի չկա մի մարդ, ով յուրաքանչյուր վարքյան չի ասում ստրեսի մեջ եմ, խնդիրն եմ եւ այլն եւ չեն կարողam գտնել։ Հիմա էլ չեմ ասում ազգովի, հայ ազգը կարծես հիմա ստրեսի մեջ է, քաոսի մեջ է եւ յուրաքանչյուրի մոտ կա որևէ խնդիր, դա կլինի նյարդաբանական, հոգեբանական ու չես կարողանում գտնել լուծումներ։ Պարզվում է, որ արդեն ունենք հնարավորություն գտնելու այդ խնդիրների։ Երեք էլ հենց սեմինարի ընթացքում այո, հենց այդ հնչեց, որ շատ ուրախ ենք, որ հիմա կիմանանք գոնե ում մոտ ուղղորդենք։ Հասկանում եք, որտեվ երբ որ սխալ ուղակի չիմանալու պատճառով, հա, չիմանալու պատճառով բուժառուն այս խնդիրը ունի գնում է օրինակ նյարդաբանի մոտ, բայց չգիտեմ, հոգեբանական խնդիր է, նյարդաբանական հիվանդություններով է զբաղվում։ Դա նույնն է, որ ես օրինակ, չգիտեմ, օրինակ ցրված սկլերոզով զբաղվում, ես չեմ կարող, որտեղ դա նյարդաբանական հիվանդություն է։ Նույն ձևով ամեն հիվանդություն ունի իր մասնագետը։ Ցավոք սրտի պսիխոսոմատիկ բժիշկներ իսկապես Հայաստանում չկան, բայց ես շատ բաց մարդ եմ, ես կոնկուրենցիա չեմ տեսնում։ Չէ, նկատի ունեմ բաց։ Կարծում եմ կլինեն նաև դասընթացներ, ես ասում եմ շատ բաց եմ, իմ ամբողջությամբ իմ ինֆորմացիան ինչ որ կրում եմ, ես բաց եմ տալ, սովորեցնել, որպեսզի այստեղ ինչ-որ բան զարգացնի, որտեղ ես sense կենտրոնացած չեմ իմ անձի վրա, որ ես եւ իմ շուրջը, ոչ, իմ գլխավոր անձը նույնիսկ ես եթե լինեմ ետնաբեմում, այսպես ասած, որ սովորեցնեմ մարդիկ բուժեն, կարողանան մարդկանց օգնել։ Դա նպատակն է։ Այո։ Այո։ Մեզ մնում է միայն ձեր շնորհակալություն հայտնել, իսկապես հաճելի առավոտ էր, մի տեսակ նյարդերս հանդարտվեցին Վրեժ ջան, տեսնում ես, սիրում եմ արդեն ողջ աշխարհը։ Լավ աուրա է նաև բժշկությունում, որ կարծում եմ հեռուստադիտող եւս դա զգում։ Անշուշտ ցելի հեռուստադիտողներ, փնտրեք նաև Անի Instagram-յան էջը, Dr. Անի Վագնա, այո, եւ տվեք ձեր հարցերը կգտնեն վստահաբար ձեր հարցերը իրենց պատասխաններն ու լուծումները եւ մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում արդեն կունենանք կլինիկա, որտեղ կկարողանանք խոսել մեր խնդիրների մասին։ Ես եմ ուզում շնորհակալություն հայտնել նախ հրավերքի համար։ Գիտեք, անձը կարող է շատ բան ցանկություն ունենալ, որպեսզի աներ, սակայն մեդիա դաշտը շատ կարևոր է իմ կարծիքով, ու այն, որ նաև ձեր կողմից հետաքրքրություն եղավ, եւ դուք առաջինն եք ասեմ, որ այս հարցազրույցի նկատմամբ շրջանակներում, որ բարձրաձայնեցի պսիխոսոմատիկայի մասին, շնորհակալ եմ նաև դրա համար։ Դա նույնպես խոսում է ձեր գիտակից լինելու մասին։ Անշուշտ Անի ջան, մենք միշտ պատրաստ ենք իրազեկել ու նաև հեռուստադիտողին, հետևորդներին, ինչու ոչ, հայտնել նորությունների մասին, հատկապես որոնք վերաբերում են առողջությանը, այնպես որ էլի նորություններ երբ լինեն, եկեք համեցեք, մենք պատրաստ ենք լուսաբանել։ Շնորհակալ ենք այսօր մեզ հետ լինելու համար, առավոտը կիսելու։ Ես ձեզ մաղթում եմ առողջություն, բժշկուհի։ Դուք առողջ եղեք, որպեսզի մենք առողջ լինենք, այդպես եմ ասում հաճախ։ Այս բանը սա կարևոր է եւ բարձր տրամադրություն, դե ինչ այսպիսին էր այսօրվա եթերը, սիրելի հեռուստադիտողներ, իսկապես կան շատ հարցեր, որոնց պատասխանները մենք չգիտենք ու փնտրում ենք այլ վայրում, բայց պետք է երբեմն նայել ներս կամ գուցե մանկություն։ Ինչպես նաև մենք մեր հաղորդման շրջանակներում փորձում ենք այնպիսի հյուրեր ունենալ, որոնք նաև օգտակար կլինեն ձեր առողջ ապրելակերպի համար։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը ձեզ հետ Վրեժը եւ Անահիտն մնացեք բարով, առողջ եղեք ամենակարևորը։ Լավ եղեք, լավ բոլորիդ։